Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, թրիփի վավերացման նախագիծը կուղարկվի սահմանադրական դատարան, այնուհետև ազգային ժողով, սրա մասին երեկ հայտարարել էր Արարատ Միրզոյանը արտգործնախարար։ Բայց ինչ որ գիտեք, Միացյալ Նահանգների կողմից էլ արդեն ստեղծվել է այդ խումբ անձնակազմը, ղեկավարը, թե ով է վերահսկելու իրենց կողմից եւ այլն, ու ասենց միանգամից TikTok-ներով, Telegram-ներով, չգիտես, ամեն մեկը իր գլխու դուրս են եկել, վայ, տեսեք, հասեք, տեսակ ինչ արեցին, ասում էին ամերիկացիներին են տալիս, այն ինչ զարմանալիորեն այն մարդը, ով որ ներկայացված է Սոկոլով, եթե չեմ սխալվում, պատկերացնում եք նա բանա Միացյալ Նահանգների քաղաքացի է, բայց ծնունդով Սանկտ Պետերբուրգից է, ծագումով հրյա է, Չինաստանում էլ բիզնեսներ ունի։ Գիտեք, նախ ես զարմանում եմ, թե ինչից եք նեղվել։ Եթե ես չեմ սխալվում, հա, այս ասողների մեծ ամաստությունը կամ որ մտնում ես իրենց էջերը նայելու, կամ սատարելու սատարում են ուժեղ Հայաստանին, կամ համենայն դեպս այդ ազդեցության տակ են, մեծամասնությունը։ Ասես, իսկ դու ինչից ես նեղվում։ Օրինակ, ձեր քաղաքական ղեկավար հանդիսացող, ձեր վարչապետի թեկնածու Նարեկ Կարապետյանը ասում էր, որ դե պիտի գիտեք ինչ, Ռուսաստանին էլ ներգրավենք, Չինաստանին էլ ներգրավենք, Պարսկաստանին էլ ներգրավենք, աշխարհի բոլոր գերտերություններին բերենք, պիտի բերենք, կցենք այդտեղ, ու իրանք բոլորը պիտի համաձայնվեն, իրանք չեն ունենալու առաջարկներ, իրանք ուսած գալու են ու մեր սիրուն աչքերի համար ինչ-որ աշխատանքներ են անելու այդտեղ, որ հանկարծ ոչ մի բան չլինի։ Ու սենց ինչ-որ խառը բաներ էին խոսում աշխարհ քաղաքականությունից կամ չհասկացող, կամ իրենց դոդերի բախչեն գծած շատ անձինք։ Հիմա, օրինակ, շատ հետաքրքիր է, որ այս մարդը ծնունդով Ռուսաստանից է, ինչ-որ Չինաստանում բիզնեսներ ունի, այսինքն շատ էլ կոնսենսուսային տարբերակ է ոնց որ թե դուք եք նեղվել։ Իսկ թվում է ձեր բոլորի սրտով կլիներ։ Մարդով, այսինքն մի հոգի է ներկայացված, ով բոլոր տեղերի հետ ունի լավ հարաբերություններ։ Բայց այս պարագան դեռ մի կողմ դնենք, նախ վարչապետը 25 թվականին, եթե չեմ սխալվում, նրա հետ հանդիպում է ունեցել։ Եվ գիտեք, նմանատիպ մեծ պրոյեկտները առաջ են տարվում, աշխարհին ներկայացվում ու առաջ են տարվում ամենատարբեր ծանոթություններ, խողովակներ, հնարավորություններ օգտագործելով, որովհետև այնպես չէր, որ աշխարհը նստած սպասում է, թե Հայաստանը ինչ կառաջարկի, որ իրանք էլ ասեն, այո, եկեք անենք։ Այսինքն, եթե մի բանը մենք հասկանում ենք, չէ, որ Թրիպոլին եթե անցնում է Հայաստանով, դա ամենաշատը մեզ է ձեռք տալիս։ Մենք դա հասկանում ենք, չէ, որ արևելք, արևմուտք կապող օղակի մի շղթան լինելը, ինչքան օդու ջրի պես անհրաժեշտ է մեզ։ Եթե մենք դա հասկանում ենք, հավատացեք, մեր հակառակորդները նույնպես հասկանում են։ Ասենք օրինակ, Ալիևը նույնպես հասկանում է։ Ու ինչ պիտի ինքը անի, ինչ հակադրության մեջ պիտի դնի։ Ինքը պիտի սկսի իր խողովակները, իր ծանոթությունը, իր միջավայրը, մյուսը իր դիվանագիտական կորպուսին, ոչ դիվանագիտական կորպուսին, դրանց միջոցով այնպես անել, որ իր մոտով անցնի, Հայաստանով չանցնի։ Իմիջայլոց այդտեղ լուրջ դիվանագիտական ճակատամարտ է գնում։ Առավել ևս, որ մեծ հաշվով Ադրբեջանը պատրաստ է։ Իրան ռելիեֆային առումով նախ շատ հեշտ է արագ ճանապարհներ գծելը, ֆինանսական հարցով նույնպես հեշտ է, մարդկային ռեսուրսների համար մասով նույնպես հեշտ է, բացի դա ինքը վաղուց սկսել է։ Վաղուց ինքը ունի այդ ճանապարհը հյուսիս-հարավի եւ մոտավորապես ունի պատկերացում արևելք-արևմուտքի։ Գումարած դրան, օրինակ Ռոբերտ Քոչարյանի փայլուն դիվանագիտության շնորհիվ բնականաբար գծվեց արդեն օգտագործվող Բաքու-Թբիլիսի-Ջեհյան ուղղությունը, հա, միջով Կարս, մյուս։ Այսինքն աշխատած ճանապարհ գոյություն ունի։ Այս մասով Բաքուն շահեկան դիրքերում է։ Գումարած Թուրքիան, ով շահագրգռված է, որ իրենց
գործողությունները այս ամեն ինչից դուրս լինի Հայաստանը։ Նենց չի որ շահագրգռված չեն եղել, որովհետև որքան որ օրինակ մեր մոտ ցանց ուրճացված պատկերացում կա, չէ՞, մեծ Թուրանի հետ կապված, ուրճացված, չեմ ասում կեղծ պատկերացում, ուրճացված պատկերացում։ Բայց այդ հավատացեք, այդ նույն իրենց պատկերացումների մեջ մտնում է Բաթումին, Վրաստանը, մյուսը, այսինքն վրացիները նույնպես այդ խնդիրը հասկանում են։ Ուստի բերել այդ օրակարգը դնել առաջին պլանում ու ասել գիտեք ինչ, բա չէ, բա եկեք, բա ոնց ենք անելու, բա հեսա որ սկսեն այդտեղից անցնել դառնալ, ոնց պիտի անեք։ Կպեք ուժեղացրեք ինստիտուտները պետական։ Ինչ անշակում, ինչը ոնց պիտի անեք։ Եվ միջազգային հարթակներում փորձեք իրար աջակցել։ Հանուն Հայաստանի Հանրապետության։ Միևնույնն է, մենք շատ լավ հասկանում ենք, որ ոչ մեկը ավելի լավ չեք անելու։ Ամեն մեկը առանձին վերցած լավ չեք անելու։ Ընդ որում ռուսամետ ուժերը չափազանց վատ են անելու, որովհետև այստեղ արդեն առաջ է գալու Հայաստանի Հանրապետության առնվազն հարավային հատվածի Հայաստանի կազմում մնալու հարցը։ Եվ այս աշխարհքաղաքական դեֆորմացիաների ֆոնին շատ հնարավոր է Հայաստանը ավելորդ գտնվի տարածաշրջանում։ Իսկ ռուսամետները իրենց արջի ծառայությունը այսպես թե այնպես անելու են Ռուսաստանի համար։ Սա է հարցը։ Հիմա դուք կարող եք օգնեք, կպեք, ավելի լավը թող լինի։ Չեք կարող, մենք ունենք այն ինչ որ ունենք ու դրանով շատ էլ բավարարված ենք։ Տոկոսային հարաբերություններից սկսած։ Այ ինչ աղմուկ եք բարձրացնում։ Ոնց թե 74% Միացյալ Նահանգներին 26 մեզ։ Կներեք, իսկ ոնց թե 100% օրինակ ռուսական երկաթուղիներին, կովկասյան երկաթուղիներին եւ 0% մեզ։ Ոնց թե Գազպրոմից 100% Ռուսաստանին, 0% Հայաստանին։ Այ հենց այդտենց 74% Միացյալ Նահանգներին, 26% Հայաստանին։ Իմիջիալից 49 տարի հետո, 50 տարի հետո, չէ, կներեք։ Այս տարիները խառնեցի, բայց հա 50 տարի հետո եթե չեմ սխալվում 49% կարա դառնա։ Այսինքն սա երկարաժամկետ ռազմավարական ծրագիր է։ Ինչից եք դժգոհ, որ այդ երկարաժամկետի մեջ շատ ավելի դժվար է լինելու տարածաշրջանում ինչ որ խժդժություններ մտցնել։ Եվ իհարկե եթե չկան խժդժություններ, դաշնակցությունը բանա, պարապա։ Ինչ պիտի անի դաշնակցությունը։ Չկա խժդժություններ։ Վերահսկվում ամեն ինչ, ինչ պիտի անի դաշնակցությունը, չգիտի ինչ պիտի անի դաշնակցությունը։ Այ դրա համար նյարդայնանում են այս մարդիկ, ոնց թե համակարգում եք։ Ինչ անշա, ոնց մենք քաոսի կողմնակիցներս բա ինչով ենք զբաղվելու։ Այս է իրենց խնդիրը։ Ալիգարխների խնդիրը ոնց թե, բա մեր փողերը որտեղ ենք, ինչ անշանակում գնացեք նորմալ բիզնեսով զբաղվեք։ Ոնց։ Այս նորմալ բիզնեսով մենք չենք կարող զբաղվել։ Մեր խելքը այդքան չի բավարարում, որ մենք մեր իմացությունը բիզնեսից շատ թույլ է, որ մենք կարողանանք նորմալ բիզնեսով զբաղվել մաքուր ու միլիոններ դարձյալ վաստակել։ Որովհետև մենք 90-ականներով ենք հարստացել, որովհետև երբ որ երկրաշարժ էր, երբ որ պատերազմ էր, երբ որ տնտեսական ծառագույն վիճակ էր, դա հիանալի հող էր, միջավայր էր արագ հարստանալու, որովհետև երբ որ այնտեղ մարդիկ սովից մեռնում էին, մենք հենց դրա համար էլ սովից մեռնում են, որովհետև մենք այդտեղ մեզ լավ էինք զգում այդ իրավիճակում, հեշտ էր փող աշխատելը, համակարգված ոչինչ չկար, կամ գրեթե ոչինչ չկար, պատերազմ էր հիանալի, մենք փող էինք աշխատում, ոչինչ որ այնտեղ մարդիկ էին հերոսանում, հետո իհարկե հերոսներին էլ մեկա երկիրը մեր ձեռն է լինում, հերոսների անունն էլ քիչ-քիչ կհանենք արանքից, այնա կդառնանք բարերար, ինչ պակաս հերոս ենք որ։ Ու տենց շատ հերոսներ մինչև կյանքների վերջը չոր գուշետկեքին քնեցին, իսկ իրանք պալատներում։ Որովհետև այնից զբաղված էր թուրքին խփելու համար պատրոն հայթայթելով, իսկ սա ընդամենը պատրոն էր վաճառում, փամփուշտ էր վաճառում։ Վերջ համակարգ չկա։ Այս քաոսը ձեռնտու է նման
բնավորությամբ մարդկանց։ Իսկ հասարակությանը ընդհանուր առմամբ չի կարելի որ քաոս լինի։ Ուստի պետք է համակարգված լինեն։ Համակարգվելու համար ամեն ինչ արվում է։ Արվում է։ Բաներ կա վատ է արվում։ Դանդաղ է արվում, թերի է արվում։ Բայց այդտեղ պետք է մյուս քաղաքական ուժերի աջակցությունը, այդտեղ պետք է մասնագետների աջակցությունը։ Բայց տեսնում ենք, օրինակ Մարիա Կարապետյանը ընտրվում է ԵԱԿ բանի փոխնախագահ, բոլորը ծափահարում են, Լիլիթ Գալստյանը ցես դեմքով նստած է, ոնց որ Ադրբեջանի ներկայացուցիչ լինի։ Ոնց որ թե ես ոնց հասկացա, այնտեղ Ադրբեջանի ներկայացուցիչները ուրախ չէին ծափահարում, ու Լիլիթ Գալստյանը։ Բայց կրթությունից կգանք ու կխոսենք ամբիոնի մոտ։ Լավագույն կրթությունը այդ մասայի, ասենք բանի ազգային ժողովի, կառավարության ներկայացուցիչների ձեր վարքագիծն է։ Երիտասարդների վրա հասարակության համար դրանից լավ դաս չկա։ Նա ձեր գործունեությամբ, ձեր խոսույթով, նիստուկացով ցույց տվեք։ Ավելի լավ է մի անգամ մարդը տեսնի ծափահարողների մեջ, որ բանը դաշնակցությունը այդ պարագայում շնորհավորում է ԿՊ-ի падգամավորին, որովհետև Հայաստանի ներկայացուցիչը ընտրվում է այնտեղ փոխնախագահ, ԿՊ-ի ներկայացուցիչ չէ, ընտրվում դա Հայաստանի տեսնի, որ դուք ամեն ինչը կարաք դնեք մի կողմ դրա այդ իրավիճակում իրար շնորհավորեք, սրանից ավելի լավ դաս, քան թե մի 20 հատ պարագրաֆ գրեք, թե ինչպես կարելի է միասնական լինել։ Չի օգնելու։ Իսկ մի հատ նման տեսարան այդ հարցը դնելու է տեղը։ Բայց չէ, ինչ ա արվել, նման ազնվորությանը վերել դրել էին բանում, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի այդ հանձնաժողովի ներկայացուցիչներ։ 5 տարվա մեջ, եթե ես չեմ սխալվում, մի հատ օրինագիծ ա բերել, այն էլ ոնց որ կիսատ պռատ էր։ Ասացինք լավ, 5 տարին կանցնի կպրծնենք սրանցից, չէ։ Նույնից էլի գալու են, իրեն գալու են բավարար չի, դեռ այդ նույնից էլի են գալու։ Ովքեր դուրս են եկել, բան, ասում է գնացել ենք Նարեկ Կարապետյանը, ասում է գնացել ենք Գյուլա Կարակ, բաման, դենց շրջում ենք մեզ ընտրացներից ով 5 երեխուց ավել ունի տուն տանք։ Ով մեզ չի ընտրել, բայց 5 երեխուց ավել ունի, տուն չտանք։ Այսինքն մենք խրախուսում ենք, որ ունենան 5 եւ ավել երեխա ու ընտրեն մեզ։ Սա ընտրակաշարքի բանն է, հետ ընտրակաշարքյան ինչ-որ բան է, չգիտես ինչ է, էլի։ Քաղաքականությամբ նայեք, քաղաքական մտքի պայլատակումը նայեք։ Որ իշխանություն դառնան, իրանք նայելու են ով է իրանց ընտրել նրանց մոտ, էլի իբր կյանքը փոխեն։ Էշ մեռնում են, էլի հիմիկվա իշխանությունները, որ բոլորի համար է ընդունվում այդ ամեն ինչը։ Եկեք ուրիշ բան ասեմ, 16 միլիոնի ծրագրով որ տուն էին կառուցում, այդ ծրագիրը որ կար։ Ուրեմն գնանք, բոլոր սահմանամերձերով շրջենք։ Ես ձեզ խոստանում եմ, մեր թուղթ ու գրիչով թաքուն նշումներ անելով գնանք, որ ոչ ոք չնկատի։ Ես ուղիղ բան եմ ասում ձեզ։ Շրջելու ենք այդ գյուղերով ու դուք պարզելու եք, որ այդ 16 միլիոնի ծրագրերից օգտվողների մեծամասնությունը ունեցել է եւ կամ հիմա էլ ունի անդիմադիր հայացքներ։ Եվ այդ ույն գյուղերում կարող ենք տեսնել մարդկանց, ովքեր ունեն իշխանամետ հայացքներ, բայց չհասցրեցին օգտվել այդ ծրագրից։ Գնանք, շրջենք, տեսնենք։ Ասեմ ավելին, ծանոթ դեմքեր եք տեսնելու, ովքեր որ
Իրանցում էին միտինգով զբաղված, մյուս ունես կազմակերպչական տասնապետեր, հարյուրապետեր էին, երբեմնի բան գեներալներ ու չգիտեմ ինչեր։ Գնանք տեսնենք։ Բա այդ ո՞նց է լինում։ Այսինքն իշխանությունը պիտի ամեն դեպքում դներ ու նայեր տվյալ գյուղից ովքեր են ԿՊ-ի մետ, այ նրանց փողը տար, ասեր 16 միլիոնով դուք կարծեք ոչինչ, թող նրանք չունենան տուն։ Չէ, դա ծրագիր է, բոլորի համար է։ Հիմա դուք որ ծրագիր եք ներկայացրել, ձեր նախընտրական խոստումով նշել եք, որ առհասարակ նման ծրագիր եք ներկայացնում։ Քաղաքականությամբ են զբաղվում մարդիկ։ Մի ամբողջ քաղաքական թիմ է։ 199 ցուցակով եկան, 199 հոգանոց։ Հələ ազգային ժողով չեն հասրել մտնել։ Օգոստոսի 2-ին առաջին նիստը գրած, արդեն 105-ը մանդատները դրել գնացել են։ 94-ն են մնացել։ Նու բանով ցուցակով էլի հերթականությամբ ճիշտ է դժվար է հերթները հասնի, երևի դրա համար էլ շատերը մանդատները դրել գնացել են։ Բայց մյուս կողմից կներեք, բա դուք գաղափարական, չգիտեմ ինչեր եք առաջ մղում։ Մենք պիտի փրկենք, բան։ Այդ էլ ոչ մի ռումբ ձեր վրա չի ընկել, որ արդեն ծրվեցիք։ Բա ո՞նց եք իրար հետ անցնելու այդ։ Տեսնում եք, որ շահի հիման վրա է եղել այդ ամեն ինչը։ Փոխադարձ շահի հիման վրա։ Փող պոկելու վրա, փող կերելու լավ միջոց էր։ Բայց ինչն է ստեղ վատը։ Հիմա դուք հելա գնացիք, ժողովուրդը մնալու է նրանց հետ դեմ հանդիման։ Այսինքն ստացվում է, որ դուք այդ բանը մանդատից հրաժարվելով ու գնալով ինչ որ լավություն որևիցե մեկին չեք արել։ Դուք ձեր բաժին վատությունը արել եք ժողովրդին ու 5 տարի ազգային ժողովում ինչ տեղի ունենա, նաև ձեր մեղավորության բաժինը կա։ Այնպես չի, որ դուք ազատեցիք ձեզ ու գնացիք։ Ոչ, դուք աշխատանքներ եք տարել։ Ինչի արդյունքում այդքան ձեն է հավաքվել։ Բա պատասխանատվությունը ուր մնաց։ Բա վաղն էլ ուրիշ ցուցակում եք գնալու ընդգրկվեք, այն մյուսներն էլ մի հատ ուրիշ միլիարդատեր օլիգարխ գա, իրա ցուցակում եք ընդգրկվելու։ Չէ, սա վատ որակական հատկանիշներով մի հատ շերտ է, որը մեր հանրության մեջ կա, ու տենց, բայց ամենաշատը իրանք են խոսում պառակտվածությունից։ Իրանք հենց պառակտիչ գործունեություն ծավալողներն են, բայց ամենաշատը իրանք են խոսում։ Պառակտված է ազգը, եկեք միասնական, չգիտեմ, էս անենք, այն անենք։ Մեզ մի հատ հզոր առաջնորդ է պետք։ Այդ խոսույթը вообще ինձ այնքան է բացում, բայց դրան երևի անդրադառնանք կարճ հետո, որովհետև այդ մեզ հզոր առաջնորդ է պետք, մեզ հայրենասեր ղեկավար է պետք, էս որ ասում են, ինձ մոտ իսկապես լուրջ հարցեր է առաջանում, լուրջ հարցեր, ոչ թե այդ ցանկության մասին, այլ այդ մենտալիտետի ու այդ խոսույթի հետ կապված։ Բայց որ կիսատ չմնա, եկեք գնանք կարճ դադարի, վերադառնանք շարունակենք։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք։ Հիմա ես ուզում եմ մեր այդ տեսակ քաղաքացիների հետ խոսալ ամենայն հարգանքով, այդպես մտածող քաղաքացիների մասին մի մարդ են, այքես բան։ Տեսեք, երբ որ ասում եմ մեկը, այ մեզ պետք է մի հատ հայրենասեր առաջնորդ, կամ ասում եմ, մեզ պետք է մի հատ նժդեհ լինի, որ սենց բոլորը, կներեք, երբ որ նժդեհը կար, հայ ժողովուրդը միասնական չէր, ասեմ ձեզ։ Ասեմ ավելին հենց հայ ժողովուրդն էլ Ռուսաստանի ձեռամբ, այ հենց այս հիմիկվա գաստրոլյորների նման նժդեհի գլուխը կերան։ Հասկանում եք։ Ու այդ ժամանակ ոչ ոք հələ շատ քաղաքացիներ չգիտեին նժդեհը իսկապես ով է իրականում։ Հետո պիտի գնահատեին։ Սկսենք այդտեղից։ Երկրորդ, եթե ասում ենք մեզ մի հատ առաջնորդ է պետք, որ տենց հայրենասեր բան,
Իսկ ով է ձեզ ներկայացնելու, թե ինքը որքանով է հայրենասեր։ Կներեք, ասեմ, ավելի բացատրեմ, էլի։ Այստեղ հանրային կոնսենսուս կա, այս քաղաքական կոնսենսուս կա։ Ասենք դուք պատկերացնում եք, լինի մեկը, ում մասին, օրինակ, դաշնակները պախարակող process չեն սկսելու։ Ասենք այդ մեկը, եթե դաշնակների հետ չուզի աշխատի, դաշնակները սկսել են պախարակել, դուք էլ նստելու եք, ասեք, ոյ, պաստորին էսի սենց վատ մարդ, հա։ Հանրապետականների հետ պիտի աշխատի, թե չէ։ ՔՊ-ի հետ պիտի աշխատի, թե չէ։ Հանրապետություն կուսակցության հետ։ Այսինքն, այդ ձեր ասածը, եթե այդ հայրենասեր առաջնորդ բան, ոչ, մեզ լավ կառավարիչներ են պետք առհասարակ, լավ մասնագետներ։ Այդ անձնավորությունը Դեմիրճյանի նման մարդուն ընդամենը մի տարի չքաշեց, նենց պախարակեցին, ու նենց ձեր աշկից գցեցին, որ գնացիք համարյա 100%-ով Լևոնին ձեն տվեցիք։ Հասկանում եք, որովհետև այն դեմոնիզացիայի գործողությունները, որ տեղի են ունենում, դուք դրա զոհն եք դառնում։ Հիմա էլ եք դուք դրա զոհը, ասեմ իմանաք։ Մի տարի չէր անցել։ Հետո շատ արագ էլի, մի քանի տարվա մեջ փոշմանեցիք, այդ փոշմանման process-ը նույնպես կազմակերպված աշխատանք է եղել։ Ու սկսեցիք հասկանալ, որ սխալվել եք։ Ու հետա պետք բերել։ Կներեք, այդ մարդը է։ Մարդը դրա համար էլ չէր գալիս։ Բա մարդը։ Գիտեք, նեղվել գիտի։ Դուք հասկանում եք հանրային այդքան մեծ ճնշումը ինչ է։ Չէ, շատերը չեք հասկանում։ Շատերս չենք հասկանում։ Դուք հասկանում եք ինչ է նշանակում, երբ որ մի ամբողջ հրապարակ կանգնած է, քեզ ասում է հեռացիր։ Սա ճնշում է։ Եվ նաև այս կոմպլեքսներն են պատճառը, որ օրինակ հանրապետական կուսակցությունը մինչև հիմի ոչ մի ընտրության ուղիղ իր անունով չի մասնակցում, որովհետև հրապարակային իրանք ճնշված հեռացել են։ Նույն այդ պարագայում գողապետությունից ենք ազատվել, այդ չի հարցը։ Ու իրանք մասնակցություն ունեն ուժեղ Հայաստանում էլ, մյուս տեղերն էլ, բայց իրենց անունով ուղիղ երբեք չեն մասնակցում։ Հələ որ։ Չգիտենք առաջիկայում ինչ կդառնա։ Հիմա այդ ում պիտի բերեք, ով տենց ընդունելի է բոլորի համար, ես բոլորը ասում են, օքեյ, հա, շատ էլ լավ է, թող ինքը լինի։ Ու տենց սկսում են բոլորը հաշտ համերաշ խաբրել։ Ոչ, այդ դուք պիտի սկսեք, ժողովուրդ ջան, հասկանալ, ինչ է նշանակում քաղաքական կուսակցություն, եւ սկսեք գնահատական տալ այն քաղաքական կուսակցություններին, որոնք որ իրենց գաղափարական հետագիծը ունեն եւ գործողություններով համահունչ աշխատում են իրենց գաղափարաբանությանը, եւ չվաճառվեք նրանց, որոնք որ 3-1 այսօր 2 ինչ որ խառը բաներ խոսելով եկել դարձել են։ Չի լինում այդպես։ Եվ երկրորդ թեման, որ ասում եք մեզ պետք է մի հատ սենց, կներեք, դարձեք այդպեսինը։ Ասենք, դուք ոնց եք կարծում, նման տեսակի, նման հատկանիշներով, նման մտքի տեր, նման ձիրքերի տեր, նման խարիզմայով մարդ, այդ ինչ պիտի գնանք փնտրենք մի ամիտ միտեղ դրած գտնենք, ով պիտի փնտրի, որ գտնի, հələ այդ էլ եկեք հասկանանք։ Դուք գիտեք ինչա պետք, ու դարձեք այդպիսինը։ Ու եթե մեր հանրության ճնշող մեծամասնությունը դառնա այնպիսինը, ինչպիսինը որ պահանջում է, ու կամ ցանկանում է ունենալ, վստահ եք այդպիսինը կունենաք։ Կհայտնվի այդ մեկը։ Կլինի դա, կծնվի նա։ Եթե չկա, անպայման կծնվի։ Բայց չէ, մեր հիմնական զբաղմունքն ինչումն է կայանում, այդ իմաստով,
պարկել տանձից առիտակ, բերանը բացած ու երնեք տալ, որ այն տանձը ընգներ բերանս պոչնել վերև։ Բայց հանկարծ ես տեղից չշարժվեմ, չփորձեմ ինձ, նայեք, ում խոսեցնում ես, թե բանա, հեսա մենք կգանք, Արշակ Կարապետյան, բան, նստած դրսերից, հեսա մենք գալու ենք, մենք ենք լինելու իշխանությունը, ես նարեկ ենք, մենք ենք լինելու իշխանությունը, լսեք, այսա հենց ձեր կարճամտությունն է ցույց տալիս, դուք չեք լինելու, հենց դրա համար չեք լինելու, որովհետև դուք ձեզ առանձնացնում եք ժողովրդից։ Նայեք, Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի սահմանադրություն ասվածը, որը իհարկե անընդհատ փոփոխվող բան է հանրակրվեների միջոցով, չնայած որ հիմա էլ նախապես դրել եք, Ալիևի ասելով են փոխում, Ենքան ասեցին, էլ Ալիևը ասեցին մի րոպե։ Հա, մինչև Հայաստանը չփոխի սահմանադրությունը, մենք չենք կարող խաղաղություն կնքենք։ Всё, սարկեցին, տվեցին ձեռքը խաղաղական կարտը։ Տեսնում եմ մեկը ներքին բանում կիրառվում է, օգտագործվում է, կերծվում է։ Խի պիտի չմտնի այդ խաղի մեջ։ Առավել ևս, որ շատ լավ հասկանում է, չէ՞ որ ընդեղ էլ մասնագետներ կան։ Այս չնկատելը գիտեք ինչի արդյունք է, որ 30 տարի ձեզ բոլորիդ համոզել են, թե մեր թշնամին ոչխար է։ Ու չգիտես ինչի ոչխարի հետ չեն կարողացել հարցերը արագ լուծել։ Նրանք էլ ունեն մասնագետներ, ասում են, լսեք, Հայաստանի համար խնդիր է, այս սահմանադրությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը դարձել է պարլամենտական երկիր, իսկ այս սահմանադրությամբ ինքը դժվար է կարողանում կառավարել, դանդաղ է աշխատում փաստաթղթաշրջանառությունից սկսած եւ այլն լիքը բաներ։ Հա։ Հիմա տեսնում են, որ այստեղ ներսում ասում են, Ալիևա, դե տենց են ասում, որ չփոխվի, որ ճգնաժամ առաջանա, դե բնական է, երկրորդ կայլից ավել չեն մտածում, ընդդիմությունն է մեր, ինչ անես։ Հա։ Ասում են, Ալիևին ասում են, բայց ընդեղ մի հատ sense բան կա, էլի, ընդդիմադիրները ոնց որ հա ձեր անունն են տալի, ինչ են ասում, ասում են, որ դու ես պարտադրել, որ փոխեն։ Չէ, հա։ 1, 5, 10 էլեմենտ ստուգեք, մատ հասկանանք այս ինչա կատարվում, ինչա կատարվում, մեկ էլ հոպ մի օր ելնում խոսքը մեջ ասում, հա, Հայաստանը թող փոխի, սահմանադրությունը այդպես բան անենք։ Ուստեղ էլի, տեսա ասեց, Ալիև ասեց, նա վերջապես դա ասեց, ահա թաքնված պլանները, տարական բան է։ Այս խաղաղությունը Ադրբեջանի սրտով չի եղել։ Ադրբեջանի վրա մեծագույն ճնշումներ են եղել, որ հասնենք նախաստորագրմանը։ Սա պարզ է, չէ՞։ Ալիևը 2-3 անգամ լայնածավալ հարձակում է սկսվել Հայաստանի սահմանների վրա, որովհետև ինքը չի ուզել, ինքը ուզեցել է զարգացնել իր հաղթանակը։ Ու դա բնական է, պատերազմները այդպիսինն են։ Ու մեր ռազմավարական դաշնակիցը աշխատել է իր հետ, ինքն էլ հո գիտի, որ իր հետ է աշխատում։ Ու ինքը շատ ավելի համարձակ է գործել։ Մինչև որ մի հատ Եվրամիության դիտորդներ, մինչև որ մի հատ, չգիտեմ, այս մյուսը, այն մյուսը, մինչև որ մի հատ Պրահա, մինչև մի հատ Եվրամիությունը մի երկու բառ ասի, սենց ճնշել են։ Ռուսաստանը գցել է մեզ այդ կռվում։ Թե դիվանագիտական, թե հողի վրա։ Հիմա եկել հասցրել ենք նախաստորագրման, որովհետև այդ խաղաղությունը հասկանում ենք, որ Ալիևին պետք չի, մեզ է պետք։ Հիմա մեր ներսում, մեր հակապետական տարրերը, ահա, սահմանադրություն են ուզում փոխեն Ալիևի ասելով։ Ամեն ինչ անում են, որպեսզի այդ խաղաղությունը տեղի չունենա։ Ամեն ինչ են անում, նրանք խաղաղության կողմնակից էլ չեն։ Ճիշտ ընտրություններին մի երկու անգամ զորրով բերաններից դուրս հանեցին, որ հա իրանք էլ են խաղաղության կողմնակից, բայց իրանք չեն կարող խաղաղության կողմնակից լինել։ Անկամ եթե կողմնակից էլ լինեն, ժողովուրդ ջան, խաղաղության, Ռուսաստանը խաղաղության կողմնակից չի։ Ռուսաստանը պահանջներ ունի ստեղ, հարցեր ունի ստեղ։ Ու իրանք այն մարդիկ չեն, որ կարողանան Ռուսաստանի ախորժակը փորձեն փակեն, նրանք խելոք միանգամից տակը պարկողներն են, այդ կարգավիճակում են հենց։ Իսկ
ու այն գործիչները չեն, ովքեր որ կարողանան արևմուտքի հետ աշխատել։ Արևմուտքը նրանց հանդեպ վերաբերմունք ցույց չի տալու։ Հետևաբար, երբ որ ասվում էր, ու այս ուսումնասիրությունները ավելի լայն կոնտեքստ ունեն։ Հետևաբար, երբ որ ասվում էր, որ նրանց ընտրվելու դեպքում պատերազմ է սկսվելու, ու սրանք էլ միջև ասում են, ժողովրդին ինչի վախացրեցիք, չվախացրեցին, ինֆորմացրեցին։ Ժողովուրդը կարող ընտրեր։ Չէ՞ որ ձեզանից շատերը, չէ, մենք պետք է դեռ Արցախը հետ բերենք։ Օրինակ, դա նշանակում է պատերազմ, բնական է, չէ՞։ Այսինքն ժողովրդին ասեցին, ընտրեք պատերազմ կամ խաղաղություն։ Ժողովուրդը ընտրեց խաղաղությունը։ Ժողովուրդը կարող ընտրել պատերազմը։ Ժողովուրդը հիանալի ինֆորմացված էր ու հասկանում էր։ Ինչը առաջադրված իրեն։ Մենք ընտրել պատերազմը, մեծամասնությունը եթե ընտրում ենք պատերազմը, ուրեմն բոլորս ընդունում ենք նոր խաղի կանոնները, գնացինք։ Բայց չընտրես դա։ Եվ արևմուտքի հետ դուք չեք կարողանալու խաղալ, հետևաբար լինելու էր դա։ Ու այսօր պետք չի կանգնել ձեզ, չնայած պետք լինի չլինի, դուք դա անելու եք, հարցը դա չի, բայց պիտի ժողովուրդ ջան, պիտի այս հասարակ հաշվարկները միտքը իմաստը գիտակցել։ Օրինակ, մինչև այսօր 1000 տեսակ խոսակցություն կա ռուսական ռազմաբազայի հետ կապված, չէ՞։ Բայց այդ 1000 խոսակցության մեջ էլ 1000 այդ հարց ունեմ մեկը ես։ Դրանք ռետորական հարցեր կարող են դիտարկվել, բայց մտորելու տեղ տալիս է ինքը։ Ռուսաստանը իր ընկալմամբ, մեր ընկալմամբ չէ, իր ընկալմամբ, որտեղ է կանգնած, որտեղ է իր բազան, դա հայ-թուրքական սահման է իր ընկալմամբ, թե հայ-ռուսական հայ-թուրքական սահման է իր ընկալմամբ, թե ռուս-թուրքական սահման է իր ընկալմամբ։ Ինքը Հայաստանը դիտարկել է իր տարածք, հարավային Կովկաս առհասարակ, նա երբեք առանձին չի նայել Հայաստան, Վրաստան, հարավային Կովկաս, այսքանը։ Ու իր զորքին ինքը կանգնացրել է իր ընկալմամբ, իր ազդեցության գոտում։ Իսկ այստեղ ՆԱՏՕ-ն է, Թուրքիան չի։ Թուրքիան է, բայց ՆԱՏՕ-ն է։ Այսինքն իր խնդիրը ոչ թե հայերին թուրքերի հարձակումից պաշտպանելն է, իր խնդիրը իր ազդեցության գոտում ռազմաբազա ունենալ ՆԱՏՕ-ի դեմ։ Սա է։ Մենք ընդամենը այդտեղ հարթակն ենք, որի վրա դրվում է բազան։ Որ հանկարծ թուրքերը հարձակվեն, ռուսները պաշտպանեն։ Պաշտպանեն նրանք, ովքեր որ չեն ճանաչում այդ սահմանը, այն սահմանները չեն ճանաչում, ասում են, մենք չգիտենք որտեղ է այդ սահմանը, մեզ այդ չէ հետաքրքրում, ասում մեր տարածքներն է, այստեղ է մեր ռազմաբազան կանգնած է ՆԱՏՕ-ի դեմ, իրանք ուրիշ քարտեզով են աշխատում։ Հիմա դուք ինչ պահանջ ունեիք։ Մինչև այսօր ձեր պահանջները հստակ ձևակերպված չեն։ Հիմա մեկ ու մեջ տենց ինչ-որ բաներ եք ասում, ռուսամետ գործիչներ, ռուսաստանամետ գործիչներ, որոնք որ պարզապես ծիծաղ են առաջացնում։ Օրինակ Աշկովս ընկնում է, մատ Տիգրան Աբրահամյան ունեին, պատիվ ունեմ դաշինքից, գրառում է արել։ Եվրոպական կառույցների եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների թիվն աճում է։ Արդեն 6 շաբաթ է ինչ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անազատության մեջ է։ Սա պարզապես բանտային կալանքում գտնվել չէ, սա կտանք է ցանկացած անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել, սակայն իր քաղաքական հայացքների համար գտնվում է բանտում։ Ազատություն Արմենին եւ բոլոր քաղբանտարկյալներին գրել է նա։ Տիգրան Աբրահամյան։ Նախ սկսենք ընդեղից, որ հանգիստ կուսակցություն եք։ Մի ամբողջ խմբակցություն եք ազգային ժողովում։ Կարող եք գործը բացել, հրապարակել։ Կարող եք գնալ դատի տալ, ասել չհասկացանք։ Դիմեք բաներին, իրավական տեսանկյունից չհասկացանք, մարդը հանցանք չի արել, ապացուցեք, որ հանցանք չի արել։
Երկրորդ, դու ի՞նչ գործ ունես Եվրամիության անունս տալիս։ Ի՞նչ գործ ունես։ Ոնց է ստացվում, որ երբ որ խոսում ենք Հայաստանի քաղաքական ուղղություններից, դուք միայն տեսնում եք Ռուսաստան, բայց հենց խոսում ենք իրավունքներից, Եվրամիությանը հիշում եք։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ դուք ընդունում եք Եվրամիության բարձր ստանդարտների գոյությունը, ու չգիտեմ, երևի կոմպլեքսավորվածության պատճառով է, թե ինչի պատճառով է, միևնույնն է, որոշում եք չգնալ այդ ստանդարտների կայացմանը, այլ լինել այն քաոսի, այն ամեն ինչի մեջ, որ եղել եք տասնամյակներով։ Ես ճիշտ եմ հասկանում, այսինքն դուք այս ամեն ինչը գիտակցաբար եք անում։ Դուք չեք ուզում Հայաստանը հասնի ստանդարտներին։ Թե չեն չեք դիմում Եվրամիության, դիմեք բան, Մինսկի դատարան։ Իրավունքներ, մարդու իրավունքների հետ կապված։ Սեն ժամանակ վրաց հիշում են, բա ժողովրդավարությունը։ Պաստորեն այս մարդկանց պատկերացրած ժողովրդավար երկրում հանցագործները պետքա ազատ լինեն, ազատորեն կարողանան իրացնել իրենց հանցանքը, պետքա այո ազատորեն թալանեն բյուջեն, մարդու ազատ կամքի դրսևորումն է, ինք ուզում է թալանի, խեք արկելում։ Պիտի խոսքով սենց։ Սա այս մարդկանց պատկերացումն է։ Մարդուն, Գագիկ Ծառուկյանն էլ էր քաղբանտարկյալ ձեր մեկնաբանությամբ։ Նորմալ էր, տեսեք թվերը 105 միլիարդ, ընդեղ 75-ատ անշարժ գույք բանցыз։ Այս սաղ տեսակ ապորինի հիմնավորված մասը։ Քաղբանտարկյալ է հիմա շարունակում մնալ, թե ոնց։ Կարելի է ինչ-որ մեկին, ինչ-որ մի երկրում ձերբակալել այդ բաների այդ հարացի շրջանակներում, թե ոչ։ Եթե ոչ, ուրեմն բոլորի վրա պիտի ազդի, բա մեր կալանավոր աղբերները այքես բան։ Իրանք տես բան էլ չեն արել, բախի իրանց ազատության համար մի օր միտինգ չարեցիք։ Անդրանիկ Թևանյանը հանդիսանում է քաղբանտարկյալ, թե ոչ։ Լրտեսության հոդվածով նստած է, բանից, բերտից ուղերձ է հղում։ Ացն էլ թույլ է տալիս, դες մը թող ուղերձ է թող հղվի։ Լրտեսի հղած ուղերձը որն է չհասկացեք, ես ինչ երեք թույլ տալիս։ Կիսատ պռատություն, այ որ ասում ենք, կիսատ պռատություն, նաև դրա համար ենք ասում։ Լավ, Շողուր ջան, այս շաբաթ էլ այսպես անցավ, չնայած Վարդան Օսկանյանի գրառմանը կարելի էր մի հատ անդրադառնալու մի բոլ ծիծաղել, Աղվան Վարդանյանի գրառմանը նույնպես, բայց ինչ արած։ Եթե մինչև երկուշաբթի ինչ-որ նոր հետաքրքիր բան չլինի, իհարկե երկուշաբթի կանդրադառնանք սրանց։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։